ad hoc թե ինստիտուցիոնալ արբիտրաժ, որն է վեճերի լուծման առավել արդյունավետ տարբերակը։ Միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտը ապրիլի 29-ին Մանթաշյանց գործարարների ակումբի հետ համատեղ կազմակերպել էր պանելային քննարկում նվիրված այս թեմային, որտեղ մեկ հարթակում համախմբվել էին գործարար եւ իրավաբանական ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցում էին միջազգային արբիտր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը, Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ, միջազգային արբիտր Արամ Խաչատրյանը եւ Case Lens ընկերության համահիմնադիր տնօրեն Արամ Աղաբաբյանը, ներկայացնելով ոլորտային տարբեր մոտեցումներ եւ փորձառություն։ Քննարկումների շրջանակում մասնագետները փորձել են պարզ եւ մատչելի ձևով ներկայացնել ad hoc եւ ինստիտուցիոնալ արբիտրաժների տարբերությունները, նպաստելով, որպեսզի բիզնես համայնքը կարողանա ավելի իրազեկ որոշումներ կայացնել։ Հաճախ պայմանագիր կնքելիս ուշադրությունը կենտրոնացնում են բովանդակության եւ ֆինանսների վրա, իսկ վեճերի լուծման մեխանիզմները մնում են ստվերում։ Մինչդեռ հենց դրանք են հետագայում որոշում բիզնեսի ժամանակային եւ ֆինանսական կորուստները, ընդգծելով վեճերի լուծման նախապես մտածված լինելու կարեւորությունը։ Case Lens ընկերության համահիմնադիր տնօրեն Արամ Աղաբաբյանը նշեց, որ բիզնես ոլորտում արբիտրաժային համաձայնությունը հիմնականում ներառվում է գրեթե բոլոր պայմանագրերում, ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն թե ում հետ եք պայմանագիր կնքում, այլև ինչ արժեք ունի այն։ Ժամանակապարակտիկ նկատառումը թե ում հետ եք պայմանագիր կնքում, եթե մեծ կազմակերպությունը իրեն կարող են թելադրել ձեզ, հիմնականում փորձում ես ավելի իրենց առնու պայմաններ նշանակել, չես նշանակում Հայաստանի իրավունքը, օրինակ արբիտրաժային համաձայնության մեջ որպես իրավունք։ Ad hoc թե ինստիտուցիոնալ արբիտրաժ։ Միջազգային արբիտր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց դեպքեր իր պրակտիկայից, երբ ad hoc արբիտրաժը չի գործել, պայմանագրերում ոչ հստակ կամ սխալ ձևակերպումների պատճառով։ Նրա խոսքով, որոշ դեպքերում արբիտրաժային կազմը չի ձևավորվել, քանի որ նշված անձինք համաձայնություն չեն տվել որպես արբիտր ներգրավվելու համար։ Արդյունքում կողմերը ստիպված են եղել վերադառնալ վեճերի լուծման դատական ճանապարհին։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար եւ նաեւ ինչ որ առումով այլ հարակից խնդիրներից խուսափելու համար միշտ նախապատվությունը դեպք տալիս է ինստիտուցիոնալ արբիտրաժին։ Միջազգային արբիտր Արամ Խաչատրյանն իր հերթին նախապատվություն է տվել ad hoc արբիտրաժին, նշելով, որ այն հատկապես միջազգային գործընկերների հետ աշխատելիս կարող է լինել ավելի ճկուն եւ ծախս արդյունավետ տարբերակ։ Նրա գնահատմամբ այն թույլ է տալիս կիրառել միջազգային ընդունված կանոններ առանց կոնկրետ արբիտրաժային կենտրոն ընտրելու, ինչն ավելի ընդունելի է դարձնում գործընթացը կողմերի համար։ Ad hoc արբիտրաժը ինքը կարելի է ընտրել միայն այն պարագայում, երբ որ մենք գործ ունենք, անգլերեն ասած, highly sophisticated կողմերի հետ, որոնք ունեն այդ պատրաստվածությունը արբիտրաժի մասով, որոնց նաև ընտրած արբիտրը, այդտեղ շատ կարևոր է, որ այդ ad hoc արբիտրաժով ընտրված արբիտրը պետք է լինի փորձառու արբիտր։ Միջազգային առևտրային արբիտրաժային ինստիտուտի տնօրեն Գոհար Ավագյանը կարևորեց նման ձևաչափի քննարկումները, նշելով, որ դրանց հիմնական նպատակներից մեկը արբիտրաժի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է հասարակության շրջանում։ Հասարակություն ասելով նկատի ունենք ոչ միայն իրավաբանական հանրույթը, այլ մեծապես նաև բիզնես հանրույթը, որը որ ըստ էության նախատեսում է արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային եղանակ, բայց շատ խորը գիտելիքներ որպես այդպեսին չունի, թե ինչ ընթացակարգով է արբիտրաժային քննությունը իրականացվում եւ ինչ այլընտրանքային եղանակներ եւ տարբերակներ կան վեճերի լուծման համար։ Ըստ կազմակերպիչների, այս քննարկումը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլև ապահովել վեճերի ավելի կանխատեսելի լուծումներ եւ կնքել առավել արդյունավետ պայմանագրեր։ Թագուհի Մանուկյան, Տիգրան Ղուկասյան, Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։